Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Այդա Կիրակոսյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համապատասխան։ Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի նորանշանակ արտաքին գործերի նախարարը զրուցել են հեռախոսով քննարկել գործընկերության օրակարգային հարցեր, ընդգծել ռազմավարական գործընկերության առաջմղման պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական հեռուստաալիքին, մանրամասնել ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի շրջանակներում, հարցազրույցի ուշագրավ ուղերձները։ Միացյալ Նահանգների մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատակիցները Հայաստանում են, նրանք կաշխատեն Հայաստանի սահմանապահ ուժերի հետ։ Հայաստանը չի ընդունում Զանգեզուրի միջանցքի եզրույթը եւ հավատարիմ է իր տարածքային ամբողջականությանը։ Ազգային ժողովում խմբակցությունները ճեպազրույցներ են տվել, անդրադարձել վերջին շաբաթվա քննարկված իրադարձություններին։ Վարչապետը մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի բացման պաշտոնական արարողությանը։ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերական ոլորտի խնդիրներին, հնայում ոլորտի մասնաբաժնին, երկրի տնտեսության մեջ դրա կարևորությանը։ Ռուսաստանն անցած գիշեր իրականացրել է Ուկրաինայի գազային ցանցի վրա ամենազանգվածային հարձակումը պատերազմի մեկնարկից ի վեր։ Ուկրաինան էլ իր հերթին հեռահար անօդաչու թռչող սարքերով պատասխան հարվածներ է հասցրել Ռուսաստանի էներգետիկ համակարգին, միջազգային եւ տարածաշրջանային լուրեր։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորանշանակ ԱԳ-նախարար Երմեք Կոշերբաևի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ղազախստանի միջև գործընկերության օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուսը կընդգծվել է բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման եւ ռազմավարական բնույթի գործընկերության առաջմղման ուղղությամբ համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումին մասնակցելու նպատակով օրերս գտնվում էր Լեհաստանում, որտեղ հարցազրույց է տվել տեղի հեռուստաալիքին, մանրամասնել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի շրջանակներում։ Ինչ է ենթադրում թրիփը, երբ պատրաստ կլինի եւ ինչ զարգացում կա Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում օգոստոսի 8-ից ի վեր։ Հարցազրույցի ուշագրավ ուղերձները տեսանյութում։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել ընկերություն, որը կլինի թրիփի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների եւ դրանց հաջորդած զարգացումների մասին։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր պայմանավորվածությունները լինելու են փոխադարձ։ Հայաստանը ստանում է մուտք Ադրբեջանի երկաթուղային համակարգ, Ադրբեջանը Հայաստանի երկաթուղային համակարգ, իսկ հետագայում նաև ավտոճանապարհներին եւ այլ ենթակառուցվածքներին։ Մենք կարող ենք օգտագործել միմյանց ենթակառուցվածքներն այնպես, ինչպես դա անում են նորմալ հարևանները, օրինակ Եվրոպայում։ Այդ ենթակառուցվածքի այն մասը, որը հանդիսանում է ամենակարճ կապն Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, պետք է գործարկվի որպես թրիփ, այն է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Լրագրողին հետաքրքրել է կա մոտավոր ժամանակացույց, թե երբ կբացվեն սահմանները, այդ թվում Թուրքիայի հետ։ Միրզոյանը նշել է տեխնիկական քննարկումների ավարտից հետո առնվազն 2 տարի կպահանջվի։ Մենք արդեն սկսել ենք քննարկումները մեր ամերիկյան գործընկերների հետ, կարծում եմ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը եւ դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել օրինակ առնվազն 2 տարի, բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու եւ վերագործարկելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապը։ Սակայն մինչև այս լուծումներին հասնելը պետք է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ։ Այս գործընթացին Հայաստանը պատրաստ է, բայց ադրբեջանական կողմը արտգործնախարարի խոսքով առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, որոնք հայկական կողմը չի ընդունում։ Լրագրողը նկատել է տասնամյակների հակամարտությունից հետո խաղաղության գործընթացն էլ ավելի է բարդանում։ Միրզոյանը համաձայնվել է, ծանր հոգեբանական բեռ են կրում երկու ժողովուրդներն էլ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն եւ հիշողություն, կարծում եմ հասարակությունների շրջանում հավանաբար երկու կողմում էլ դեռևս պահպանվում է զգուշավորություն։ Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Այս
Համատեքստում պետք է նշեն, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։ Ագրեսիվ հռետորաբանության մասին հիշատակումը լրագրողին ստիպում է հիշեցնել Ռուսաստանի դիրքավորումը։ Ըստ նրա, Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում աստիճանաբար թուլանում է։ Այս պնդումից հետո լրագրողը հարցնում է. արդյոք ՌԴ-ն որևէ դեր շարունակում է խաղալ Հայաստանի անվտանգության հարցում, թե այլևս չունի այն նույն նշանակությունը, ինչ ուներ օրինակ 15 տարի առաջ։ Միրզոյանը պատասխանում է. Խաղաղության հաստատման եւ Վաշինգտոնյան հռչակագրի կապակցությամբ պաշտոնական մակարդակով մենք լսեցինք Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ողջույնով հայտարարությունները, սակայն իհարկե չեմ կարող չնշել, որ գրեթե ամեն օր ականատես ենք լինում ռուսաստանյան, երբեմն նույնիսկ պետական լրատվամիջոցների, նաեւ խորհրդանի անդամների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից հնչող կոշտ քննադատության Հայաստանի կառավարության հասցեին մեր երկրի ներկայիս արտաքին քաղաքականության առնչությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է կայուն հարաբերությունները բոլոր երկրների հետ, բայց եւ հստակեցրել, թե ռուս գործընկերները, թե ցանկացած այլ երկիր կամ միջազգային դերակատար պետք է հարգեն Հայաստանի ժողովրդի կամ արտահայտությունը։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Իդեպ Միացյալ Նահանգների մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության աշխատակիցները Հայաստանում են որպես առաջին քայլ Հայաստան-ԱՄՆ հուշագրի, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Մինչև հոկտեմբերի 11-ը նրանք կաշխատեն Հայաստանի սահմանապահ ուժերի հետ իրականացնելու կարողությունների գնահատում եւ բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները։ Հայաստանը չի ընդունում Զանգեզուրի միջանցք եզրույթը եւ հավատարիմ է իր տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորներն անդրադարձել են նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին եւ խորհրդարանական ընդդիմության վարքագծին։ Հայաստանի Հանրապետությունն է որոշում իր սուվերեն տարածքում գտնվող տեղանունները, ինչպես եւ Ադրբեջանն է որոշում, թե ինչ անուններ տա իր սուվերեն տարածքում գտնվող քաղաքներին, գյուղերին եւ ճանապարհներին։ Այս մասին ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթին։ Պատգամավորն ընդգծել է, որ տեղանվանման քաղաքականությունը սուվերենության դրսևորում է եւ յուրաքանչյուր պետություն այդ հարցում ունի բացառիկ իրավունք։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Հովհաննիսյանը նաև հավելել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից շրջանառվող Զանգեզուրի միջանցք ձևակերպումը որևէ կերպ չի արտացոլվում պաշտոնական փաստաթղթերում ամրագրված ձևակերպումներին։ Նա կրկին շեշտել է, Հայաստանը դեմ է ցանկացած միջանցքային տրամաբանության եւ բոլոր կապուղիները պետք է գործեն Հայաստանի օրենսդրության եւ սուվերենության շրջանակներում։ Նույն թեմային անդրադարձել է նաև ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 2-ին կայացած Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարների մամուլի ծառայությունները տարածել են նույնական հաղորդագրություններ, որոնք իրենց բովանդակությամբ չեն ներառում միջանցքի եզրույթը։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքում։ Ալիևը ասում է թրիպ, ասում է ուղղակի այդ թրիպը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է Խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ խաղաղության։ Թրիպ ծրագիրն իրականում ենթադրում է տարածաշրջանային փոխկապակցվածություն, ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ապահովման համար, սակայն առանց որևէ երկրի տարածքի նկատմամբ հատուկ կարգավիճակ կիրառելու։ Խանդանյանի խոսքով Հայաստանն ամբողջությամբ պատրաստ է մասնակցելու տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացին, պահպանելով ինքնիշխանության, իրավահավասարության, իրավազորության սկզբունքները։ Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը հիմնված է խաղաղության օրակարգի վրա։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, որպես Ադրբեջանի կողմից ներկայացվող նախապայման, Խանդանյանը նշել է, որ այս հարցը բացառապես Հայաստանի ներքին օրակարգի մաս է եւ չի կարող վերածվել բանակցային գործոնի։ Սահմանադրության հարցի քննարկումը կամ այդ նախապայմանը
նորություն չէ, ես զարմանում եմ, որ դուք ասում եք այս հարցը նորություն է, միշտ այդ հարցը քննարկվել է, միշտ մեր կողմից մեր հստակ դիրքորոշումն արվել է, որ սահմանադրության հարց չկա, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հիմա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հոկտեմբերի 2-ին ազգային ժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկմանն ու քվեարկությանը, նշելով անընդունելի էր ընդդիմադիր ուժերի պահվածքը։ Ես նաև պետք է այստեղ չեմ կարող չառանձնացնել, որ երեկվա այդ հայտարարության թե քննարկմանը, թե քվեարկությանը չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը, եւ խորհրդարանական ընդդիմությունը ըստ էության փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման եւ քվեարկության պահին, իսկ նախորդ հարցը հիշեցնեմ կիբերանվտանգության մասին մայր օրենքն էր, որը ուղիղ կապ ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության հետ, ուղիղ կապ ունի եւ ընդդիմությունը հայտարարություն արեց, որ մեր համար չափազանց կարեւոր է այս նախագիծը, մենք պետք է գնանք եւ քննարկենք, գանք եւ մեր դիրքորոշումը արտահայտենք արդեն եւ չվերադարձավ դահլիճ, որպեսզի չմասնակցի, ուրեմն Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն, ուրեմն այս իրադարձության վերաբերյալ հայտարարության, ուրեմն քննարկմանը եւ ըստ էության սա ես ուզեցա ցանկացա պարտադիր շեշտել, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե ուրեմն խորհրդարանական ընդդիմությունը նաև ինչ օրակարգերով է առաջնորդվում։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից Սարգիս Խանդանյանն էլ ասել է, որ ոչ մի խոչընդոտ չկա հարաբերությունների կարգավորման համար եւ այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Նա նաև անդրադարձել է թուրքական ավիաուղիների Հայաստան մուտք գործելու հնարավորությանը, նշելով, որ երկար տարիներ քաղաքական պատճառներով այս ուղղությամբ քայլեր չեն արվել, սակայն այժմ գործընթացը վերսկսվել է։ Իրականում թուրքական ավիաուղիների մուտքը հայաստանյան շուկա շատ միշտ քննարկվել է։ 10 տարիներ արդեն կարելի ասել, բայց միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել։ Եթե հիշում եք, հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ մամուլի հաղորդագրության մեջ կար նաև այդպիսի նշում, որ օդային ավիափոխադրումների ոլորտում պետք է ակտիվացնել համագործակցությունը եւ ահա տեսնում ենք, որ թուրքական ավիաուղիները արդեն հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան։ Չգիտեմ, թե սա երբ կլինի, որովհետև այնտեղ տեխնիկական եւ իրավական հարցեր կան, լիցենզավորման հարցեր կան եւ այլն, բայց այսինքն դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հավելել է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև փոխվստահության ամրապնդման նաեւ այլ միջոցառումներ կիրականացվեն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Միքայել arczepiskopos Աճապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Դատարանը հրապարակեց վճիռը, ավելի վաղ հրապարակվել էր նաև մեղադրական վերդիկտը։ Հանրային մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում էր պահանջել Աճապահյանի համար։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վճռով մնաց անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ի բացման պաշտոնական արարողությանը։ Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերական ոլորտի խնդիրներին, հնայուն ոլորտի մասնաբաժնին, երկրի տնտեսության մեջ դրա կարևորությանը։ Համաժողովին ներկա են եղել կառավարության անդամներ, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային ներդրողներ, փորձագետներ եւ այլք։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Քարի երկիր համարվող Հայաստանում այսօր քարի լրջագույն դեֆիցիտ ունենք, հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում արտերկրից, ինչը ինքնին արդեն այս նախադասությունը ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Եվ այդ 95%-ը իհարկե ավելացված արժեքի գնի մասով, կշռի մասով գուցե ինչ որտեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման եւ արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, որովհետեւ դա առաջինը մեր տնտեսության
պոտենցիալն է եւ երկրորդը մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում։ Հայաստանի հանքարդյունաբերողների համաժողովին գործադիր մարմնի ղեկավարը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտը երկրի զարգացման, տնտեսական ակտիվության եւ հնայում արձանագրվող առաջանցիկ տեմպի տեսանկյունից։ Իսկ մարտահրավերների համատեքստում նա առանձնացնում է հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը, մասնավորապես։ Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև այս այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, եւ մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում այն պատճառով, երբ որ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով եւ մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին հետ առնչվելու ձևերը չենք գտել եւ սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք ստեղ պետական անվտանգության երևույթներ, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է արագ գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծում է 2018-ից 2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախորդ 7 տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումները ավելացել են մոտ 148%-ով, այսինքն կրկնակիից ավելի։ Վարչապետի խոսքով սա ոչ միայն նշանակում է, որ կառավարությունը պետական բյուջե եկամուտներ է ավելացնում, այլև մարդկանց մոտ սերմանվում է այն գիտակցումը, որ ընդերքը ժողովրդինն է եւ ժողովուրդն ու պետությունն ավելի մեծ օգուտներ են ստանում սեփական ընդերքի շահագործումից։ Ի վերջո այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն եւ այլն եւ այսպես շարունակ, եւ ես շատ կարեւոր եմ համարում այս հանգամանքը եւ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք 2018 թվականից շատ քննարկում ենք, առայժմ ավելի շատ քննարկում ենք մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Էս էլ է խնդիր, որ մենք իհարկե չեմ կարող ասել, թե ոչինչ չենք արել այս ընթացքում, բայց նաեւ հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չի։ Մենք պետք է սա հասկանանք, բայց մյուս կողմից պետք է նաև առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է, մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում, մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 համաշխարհային գագաթնաժողովը։ Այնուհետև Փաշինյանն անդրադառնում է նաև միջազգային բարձր չափանիշներին հանքարդյունաբերության համապատասխանությանը։ Այստեղ էլ նշելով, որ հանքարդյունաբերության ոլորտում հաջորդ ռազմավարական խնդիրը արդյունաբերության շղթայի երկարացումն է։ Այս ուղղությամբ եւ կառավարությունը եւ ոլորտի ներկայացուցիչները պետք է սերտ գործակցեն։ Ինչ վերաբերում է Հայաստանում պղնձաձուլարան ունենալու վերաբերյալ քննարկումներին, ապա Փաշինյանը նշում է. Այո, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար, իհարկե մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարանի արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա, բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա
երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղնձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ եւ ներդրումներ նույնպես լինեն, նույնը վերաբերում է ոսկուն եւ սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարեւոր է։ Ամփոփելով իր ելույթը վարչապետը հույս է հայտնում, որ ոլորտում արկա խնդիրների ուղղությամբ անխոնջ եւ հետեւողական աշխատանքը տեսանելի ապագայում կտա իր պտուղները։ Հանքարդյունաբերությունը եւ վերականգնվող էներգետիկան ապագայի համաշխարհային տնտեսության հիմքն են, իսկ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Իր հերթին ընդգծում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Օրինակ մի քանի տենց հաշվարկներ, հետազոտություններ եւ կանխատեսումների հիման վրա մենք տեսնում ենք, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կարող է ապահովել մոտ 3 միլիարդ դոլարի արտահանում մի քանի տարվա ընթացքում, 5-6 տարվա ընթացքում 3 միլիարդ արտահանումը դա ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի Հանրապետության արտահանումը 2021 թվականին։ Ուղղակի համեմատության համար ասեմ, որ մյուս հաջորդ ոլորտը, որ ունի այդպիսի ներուժ, ոչ թե այդպիսի, այլ երկրորդ արտանող ոլորտը դա ծխախոտի արտահանումն է եւ ծխախոտի արտահանումը մոտարապես 300 միլիոն դոլար է տարեկան։ Իսկ հաջորդող արտանող ոնց որ ոլորտները շատ ավելի փոքր են։ Իսկ մենք խոսում ենք 3 միլիարդ արտահանման մասին, այսինքն անհամեմատելի է մեր ոլորտը մնացած ոլորտների հետ։ Ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ անցկացվող այս համաժողովին մասնակցում էին նաև կառավարության անդամներ, միջազգային ներդրողներ ու հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակենք թողարկումը։ Ռուսաստանն անցած գիշեր իրականացրել է Ուկրաինայի գազային ցանցի վրա ամենազանգվածային հարձակումը պատերազմի մեկնարկից ի վեր, հայտարարել է Ուկրաինայի պետական գազի օպերատորը։ Նավթոգազը նշում է, որ Ուկրաինայի արևելքում եւ կենտրոնում գտնվող գազային օբյեկտների վրա արձակվել է մոտ 35 հրթիռ եւ 60 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինան էլ իր հերթին հեռահար անօդաչու թռչող սարքերով պատասխան հարվածներ է հասցրել Ռուսաստանի էներգետիկ համակարգին, այդ թվում Օրենբուրգի մարզում ռազմաճակատից մոտ 1400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթավերամշակման գործարանին։ Միջազգային մյուս լուրերն առաջարկում եմ դիտել տեսաշարով։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, կհանդիպենք։ Ցտեսություն։